Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում Աբովյան Թոքն է եւ ես Արման Աբովյանը։ Այսօր միասին քննարկելու ենք երկու ըստիս շատ կարևոր թեմա։ Թեմա համար 1։ Դա այսպես կոչված trip-ն է, այսինքն Սյունիքով անցնող ուղին։ Այսպես անվանենք, որովհետեւ մինչ այսօրս ես կդժվարանամ դա ասեմ, դա ճանապարհ է, դա միջանցք է, դա ինչ որ հատուկ կարգավիճակ ունեցող տրանսպորտային ուղի է, դա ինչ է։ Եվ հավատացնում եմ ձեզ, մինչ այսօրս մենք այդ պատասխանը հստակ չունենք։ Մենք միայն լսում ենք հետևյալը, որ հայկական կողմը պնդում է, որ դա ճանապարհ է եւ անընդունելի է, որ օրինակ նույն Ադրբեջանը անվանում է միջանցք։ Դրա հետ մեկտեղ, երբ որ մենք խնդրում ենք բացատրել, հա ինչով է ինքը ճանապարհ, այլ ոչ թե միջանցք, կամ ինչու ինքը միջանցք չէ, հոդաբաշխ պատասխան չենք ստանում, բացի ընդհանրական ինչ-որ խոսքերից, որ Հայաստանի սուվերենության ներքո է գործում, բայց կոնկրետ ոնց եւ ինչ ֆորմատով մինչ այսօրս պատասխանը չկա։ Խոսելու ենք այդ թեմայի շուրջ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, մոնիտորի վրա մի պատկեր ենք դուրս հանել, հա, որտեղ Միացյալ Նահանգների, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները երջանիկ ժպիտով ձեռք են սեղմում եւ այդ երջանկության հիմնական պատճառը այն է, որ Հայաստանում կամ Հայաստանի տարածքով պետք է գործարկվի ըստիս մի տարօրինակ պրոյեկտ, չեմ ասում լավ թե վատ, տարօրինակ, հեսա կխոսենք ինչի համար, որի անվանումն է TRIP, այսինքն նոր լոգիստիկ ուղի, լրիվ նոր։ Եթե թույլ կտակ, հա, միանգամից sense մի քիչ ավելի ժողովրդական լեզվով ասած, ինչու՞մն է երջանկության, հա, տեսնում ենք երջանիկ դեմքերով են նստած, երջանկության պատճառը թե Միացյալ Նահանգների ղեկավարի, թե Ադրբեջանի, թե Հայաստանի։ Բնականաբար երեքից յուրաքանչյուրն էլ իր երջանկության պատճառն ուներ։ Թրամփը, որովհետև ներքաղաքական դիսկուրսում շատ լուրջ քննարկումների առարկա է դարձել, ընդհանրապես ինքը իրեն դիրքավորում է որպես խաղաղություն բերող նախագահ, եւ այդ խաղաղություն բերող նախագահի համար շատ կարեւոր է, որպեսզի հերթական կոնֆլիկտը լուծվի, որովհետև ինքը ցանկանում է նախ առաջին հերթին դա անել իր PR-ի համար եւ երկրորդ հերթին բնականաբար դա ուզում է անել Նոբելյան մրցանակ ստանալու համար եւ վերջի վերջո բնական է որ այստեղ կա նաեւ Միացյալ Նահանգների շահը, մի տարածաշրջանում, որտեղ Միացյալ Նահանգները ներգրավվածություն պատմականորեն չեն ունեցել, այնպես ինչպես ունեցել է ենթադրենք Ռուսաստանը կամ Թուրքիան կամ Իրանը, ամենատարբեր ժամանակների մասին է գնում խոսքը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ադրբեջանը բնականաբար այս պայմանավորվածությունների արդյունքում շատ կարևոր ձեռքբերումներ ունեցավ այն, որ 907-րդ բանաձևը նրա համար սկսեց շրջանցվել նորից, որովհետև Բայդենի ժամանակ չէր շրջանցում եւ 907-րդ բանաձևի ուժի մեջ մնալու պատճառով ինքը չէր կարող Միացյալ Նահանգներից ստանալ աջակցություն, ֆինանսական օգնություն եւ այլն եւ այլն, այսինքն զենքը չէր ստանում, անվտանգային օգնություն ստանում, բայց զենք զինամթերք երբեք չի ստացել։ Բացի դրանից բնականաբար ստացավ իր համար այսքան բաղձալի ճանապարհը, որը իդեպ այս հանդիպման ժամանակ Թրամփը 3 անգամ օգտագործեց այդ եզրույթը, 3 անգամ օգտագործեց corridor եզրույթը։ Այստեղ շատ կարևոր մի բան, corridor թե ճանապարհ, որովհետև տեսեք դուք trip-ի մասով ես էլ եմ տեսնում, զգուշանում եք, շատ պարզ պատճառով կարծես թե այս երջանիկ մարդիկ էլ չեն պատկերացնում ինչ է վերջին trip-ը։ Անունը պաշտոնապես ճանապարհ է։ Փաստաթղթերում գրված է ճանապարհ։ Փաստաթուղթը, որը ստորագրեցին, դա իրավական փաստաթուղթ չէ, դա հայտարարություն էր, չէ՞։ Հայտարարություն տարածվեց, ստորագրեցին Հայաստանի, Ադրբեջանի առաջնորդները, նաև Միացյալ Նահանգների նախագահը վկայի կարգավիճակով։ Սա հայտարարության տեքստ էր, որին հետևեցին գրավոր հայտարարություններին բանավոր հայտարարություններ, որոնք հավասարազոր են։ Եվ այդ հայտարարությունների ժամանակ 3 անգամ Թրամփը օգտագործեց միջանցք եզրույթը եւ որևէ մեկը իրեն չասեց, գիտեք, մենք այդ տերմինը չենք ընդունում, այդ տերմինը չբզեցին sense կողքից ասում առնվազն հայտարարությունների ժամանակ Հայաստանի ղեկավար կարող էր ասել, որ սա իրականում ճանապարհ է, ոչ թե միջանցք, դրա համար այդ տերմինը մի օգտագործեք, մեզ համար դա ընդունելի է։ Հիմա, այսինքն ստացվում է, որ դա չասվեց, այդ ժամանակ չասվեց։ Ստացվում է, որ ընկալումը կա Միացյալ Նահանգներում, որ դա վերջի վերջո միջանցք է, անունը դրել են Թրամփի ուղի, բայց դա ըստ էության Միացյալ Նահանգների գոնե այս բարձր մակարդակում ընկալումների մեջ հենց միջանցք է ընկալվում։ Հիմա տեսեք, երբ որ մենք խոսում ենք Թրամփի ուղու մասին, հա,
Ես միանգամայն համաձայն եմ ձեզ հետ առայն, որ մինչ այսօրս հոդաբաշխ պատասխան, դες ոչ ամերիկացիներին, ոչ ադրբեջանցիներին, ոչ թուրքերին չեմ ուզում մեջ բերեմ, հա, Հայաստանի իշխանությունների կողմից չունենք։ Երբ որ հստակ հարց ենք տալի, ասում ենք, դե լավ, եթե դուք այդքան նեղվում եք Միջանցք բառից, հա, ճիշտ եք անում, մենք էլ ենք նեղվում, յուրաքանչյուր նորմալ մարդ նեղվում է, երբ որ իր երկրի սուվերենությունը դառնում է առևտրի առարկա, հա, բայց ենթադրենք դուք ասում եք, որ Միջանցք չի։ Էլեմենտար հարցերին, իսկ ինչպես է լինելու նվազագույնը ստուգումը մարդկանց բեռների, մեզ սկսում են հեքիաթներ պատմել, հա, ընդ որում անտաղանդ հեքիաթներ, որտեղ ինչ-որ սկաներներ կդնեն, ես ինչ կդեմ, ինչ եք խոսում, ինչ պատկերացնում եք ինչ եք դուք խոսում, ինչ սկաներ, ինչ բան, բայց այստեղ ավելի շատ պարոն Սարգսյան, ինձ եւ համոզված եմ մեր հեռուստադիտողներին հետաքրքիր է Միացյալ Նահանգների հերահար նպատակները թրիփի հետ կապված։ Դե լավ, մենք մեր դարդերից դուրս գանք։ Ինչու՞մն է այդ հիմնական կորիզը, որ Միացյալ Նահանգները այո, հա, այդ թրիփի մասին, հա, խոսում են։ Շատ կարևոր է այդ հարցը, որովհետև վերջի վերջո այս ճանապարհը միայն Հայաստանով եւ Ադրբեջանով չի սահմանափակվում։ Ղազախստանի վերջին ակտիվությունը նույնպես պատահական չէ։ Ես պատմական օրինակը բերեմ, հետո դա կառուցենք եւ պրոյեկտենք այսօրվա վրա 90-ականների ամենասկզբին, 90 թվականին, այսինքն Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահ Օզալը Սպիտակ տանը քննարկում են ունեցել, այդ սղագրությունը կա։ Այդ սղագրության ժամանակ Թուրքիայի նախագահը առաջարկում է, ասում է, քանի որ այնտեղ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սկսում է լարվել, ասում է, մենք առաջարկում ենք փոխանակել Մեղրին եւ Արցախը տանք հայերին, Մեղրին տանք ադրբեջանցիներին եւ դրանով մենք կարողանանք կենտրոնական Ասիայի 90 թվականին կենտրոնական Ասիայի բոլոր էներգետիկ ռեսուրսները տանել դեպի Եվրոպա շրջանցելով Ռուսաստանին, այսինքն Եվրոպան կախվածության նավթային գազային կախվածության մեջ կլինի ոչ թե Ռուսաստանից, այլ մեզանից Թուրքիայից, դե ես էլ ձեր ռազմավարական դաշնակիցն եմ։ Սա 90 թվականի սաղագրությունն է։ 90 թվականի, որը ըստ էության այն ժամանակ Գոբլի պլան անվանմամբ, նաև դրա մոդիֆիկացված մի քիչ տարբերակներից մեկը Գոբլի պլան անվանմամբ դրվել է շրջանառության մեջ, բայց այս գաղափարը, եթե Գոբլի պլանը ամերիկյան է, սա Թուրքիան է առաջարկում Միացյալ Նահանգներին։ Թուրքիայի նախագահն է առաջարկում։ Ինչևէ, այս փաստաթուղթը հիմա եթե դնում ենք մի կողմ եւ նաև հասկանում ենք, որ գերտերությունների համար ժամանակի եւ տարածության այդ ընկալումը մի քիչ այլ է, հիմա չենք անի 30 տարուց կանենք, 100 տարուց կանենք եւ այլն։ Այսինքն Միացյալ Նահանգները հիմա տարածաշրջանում ունենում է բիզնես կամ տնտեսական ներկայություն այս նախագծի իրականացմամբ։ Բայց սա լավ հիմք է, որպեսզի նա կարողանա ունենալ նաեւ ռազմավարական ներկայություն, որը երբեք չի ունեցել։ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում երբեք չի եղել։ Առաջին անգամ է, որ ելի երկու պետությունների շնորհիվ կամ երկու պետությունների այդ հարաբերությունների նման ձևաչափով այդ հարաբերությունների շնորհիվ ինքը արդեն ներկայություն ապահովում Հարավային Կովկասում, որը նորից եմ կրկնում, հիմա տնտեսական է, բայց ունի պոտենցիալ դառնալու ռազմավարական ներկայություն։ Մի բան, որը Միացյալ Նահանգները երբեք այս տարածաշրջանում չի ունեցել։ Որտեղ պատմականորեն սա Ռուսաստանի ազդեցության գոտին է համարվել։ Հիմա տեսեք, համաձայն եմ ձեզ հետ, որ պատմականորեն համարվում է Ռուսաստանի ազդեցության գոտի, Իրանի ազդեցության գոտի, նաև Թուրքիայի։ Թուրքիայի, այո, եւ հարյուրամյակներ, հա, ասենց իրականում հա բախումներ են եղել, այն ինչ-որ գործընթացներ են գնացել, որում հարգելի է ռուստադիտողներ, ոչ Հայաստանը եւ պատկերացրեք ոչ էլ Ադրբեջանը այս process-ների մեջ որպես որոշիչ գործոն ընդհանրապես չկան, հա, դու այդպես է, հիմա գերտերությունները որոշել են, որ Հարավային Կովկասում պետք է գործընթաց լինի, այդ որ ինչ-որ հեքիաթներ են կրկին ներողություն, հա, պատմում, մենք սենց ուժեղ ենք եւ այլն, թրիփը եկավ, խաղաղություն, Ժորժ ջան, տես չի։ Սա ավելի խորքային process է, բայց պարոն Սարգսյան, մատնանշեցիք Ռուսաստանին տարածաշրջանից, ну դե լավ, նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը, նվազեցնել նաև Իրանի ազդեցությունը, հələ Ռուսաստանից խոսենք, տեսեք, ռուսները ըստ էության բավականին լավ աշկով են նայում թրիփին։ Ես առնվազն, հա, ռուսական արտաքին գործերի նախարարությունից, ռուսական ռազմական գերատեսչություններից չեմ լսել թրիփի մասով ինչ որ մի, սենց ասեմ, նեգատիվ մեկնաբանություն։ Հակառակը, երբ որ թրիփի մասին խոսքը գնում է, երկու թեզ է անգլիացվում։ Առաջինը, մենք պետք է, այսինքն ռուսներն են ասում, որ մենք պետք է հասկանանք թրիփը ինչ է եւ ինչու ոչ, եւ բազմակետ
Ինչ նշանակում է ինչու ոչ բազմակետը։ Դե մի քանի բան կարող նշանակի, նախ որ իրենք նույնպես կցանկանան ինչ-որ ձևով սրանում ունենալ իրենց մասնակցությունը։ Վերջի նաև հայտարարվում է այն մասին, որ նոյեմբերի 9-ի այդ երակողմ հայտարարությունը նույնպես այստեղ կարող է իմպլեմենտացվել, չէ՞, դրա մասին հայտարարություններ նույնպես եղել են։ Հա կոմունիկացիաների բացման Այո։ Այսինքն այստեղ Ռուսաստանը նաև ցանկանում է նախ հասկանալ ինչ է իրենից ներկայացնելու այս ճանապարհը, այս ուղին, ինչ մասշտաբներ է այն ունենալու եւ բնականաբար որպես տարածաշրջանային գերտերություն ցանկանում է այստեղ ունենալ մասնակցություն։ Հիմա տեսեք, Թուրքիան Ադրբեջանի հետ թրիփը դիտարկում են որպես Զանգեզուրի միջանցք եւ պնդում են, որ ինքը միջանցք է։ Պնդում են եւ ասում են այլ կերպ մենք չենք անցալում եւ այլ կերպ չենք էլ գործարկելու։ 1։ Երկրորդը Միացյալ Նահանգների նախագահան այո, համաձայն եմ 3 անգամ կորիդոր բառն ասեմ ձեզ ավելին, վերջին մեկ ամսվա ընթացքում Atlantic Council-ը Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր, հա, think tank-երից, այսինքն ուղեղային կենտրոններից մեկը քննարկում էր Հարավային Կովկասի մասով արել, որտեղ նույնպես ընդգծվեց, որ դա միջանցք է։ Ես հիմա հայկական կողմի, հա, ասենց արձագանքները դնում եմ մի կողմ։ Հիմա թուրքերը դիտարկում են որպես Զանգեզուրի միջանցք։ Ամերիկացիները դիտարկում են որպես միջանցք, չեն խորանում։ Ռուսները դիտարկում են որպես ինչ որ մի պրոյեկտ, որը պետք է հասկանան, հայկական կողմը դիտարկում է որպես ճանապարհ, բայց հիմքում Թուրքիայի տեսլականն է, համաձայն որի մեծ թուրքական աշխարհ է ձևավորվում։ Հիմա ինչ ամերիկացիները ձևավորում են մեծ թուրքական աշխարհ Հայաստանի ինքնիշխան տարածքի հաշվին։ Տեսեք, այստեղ կարևոր է նաև հասկանալ Թուրքիայի քաղաքականությունը կենտրոնական Ասիայի երկրների հետ, որովհետև դրանք են թուրքական պետությունները եւ իր համար շատ կարևոր նշանակություն ունեն։ Եթե հիշում եք, բոլոր կենտրոնական Ասիայի երկրները բոլոր նախագահները համատեղ հանդիպումներ ունեցան եւ Թրամփի հետ, եւ Պուտինի հետ, եւ Սի Ցինպինի հետ, այսինքն Սի Ցինպին +5, Պուտին +5, եւ նաեւ Էրդողանի հետ։ Այսինքն Էրդողանն էլ ասեց, որ գիտեք, դա մեզ համար մշակութային նաեւ կապ է, գաղափարական կապ է, կրոնական կապ է, այսինքն մենք պետք է թուրքական պետություններով ունենանք իրար հետ կապ, որը ձեր ասած այդ տրամաբանության մեջ է պետք դիտարկել։ Հիմա Թուրքիան բնականաբար փորձում է այս կենտրոնական Ասիայի երկրներից ունենալ անխոչնդոտ կապ, ունենալ անխոչնդոտ շփում, վերնափոխադրում, առևտուր եւ այլն, եւ այս առումով շատ հարմար է օգտագործել այս ճանապարհը, որը որ դուք ասում եք։ Սա Թուրքիայի ռազմավարական, այո, նշանակություն է, որտեղ ինքը իր տարածաշրջանային ազդեցությունը մեծացնում է ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաեւ կենտրոնական Ասիայում։ Իսկ կենտրոնական Ասիան օրգանապես փոխկապակցված է Հարավային Կովկասի, դա մի մոռացեք, որ ընդհանրապես մի քանի օր առաջ Ադրբեջանը հայտարարեց, որ ինքը գնում է դառնում է կենտրոնական Ասիայի երկրների C5 ֆորմատի մաս։ Այսինքն ինքը դարձավ, ինքը իրեն համարում է նաև կենտրոնական ասիական պետություն, որը ընդամենը ծովով է, Կասպից ծովով է բաժանվում կենտրոնական Ասիայի երկրներից։ Այսինքն սա մեծ մի ասես ճանապարհ է եւ ըստ էության Ադրբեջանն էր որպես Թուրքիայի նաև արտաքին քաղաքականության սպասարկող այս դեպքում գործուղվել է նաև այնտեղ, այսինքն կապող օղակ է դառնալու։ Թուրքերի, ասենց ասենք, օգուտը հասկացանք, ամերիկացիների օգուտը հասկացանք, Ադրբեջանի օգուտը հասկացանք, Միջին Ասիայի օգուտը հասկացանք, բոլորի օգուտը հասկացանք, չեմ հասկանում Հայաստանի օգուտը այն պարագայում, երբ որ բոլորը ընդգծում եմ դիտարկում են, սա ոչ թե որպես ճանապարհ, այլ որպես միջանցք, չէ՞ որ դա ներողություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ոտնահարում է, ըստ էության։ Այստեղ ամենակարևորն է հասկանալ, թե ինչ ծավալի եւ ինչ տեսակի ապրանքներ են այդ ճանապարհով գնալու գալ, որովհետեւ այս խոսքը չի գնում միայն Ադրբեջանի եւ Նախիջևանի կապի մասին։ Միացյալ Նահանգները շատ ավելի գլոբալ է, չէ՞, այդ պրոյեկտին նաեւ, որովհետեւ ինքը նաեւ է կենտրոնական Ասիայի նավթային գազային ռեսուրսների արտահանումը դեպի Եվրոպա, Ռուսաստանի եւ Չինաստանի շրջանցելով։ Այսինքն ինքը վերահսկի Եվրոպային էներգետիկան։ Այո, դրա մասին Օբրայենը հիշում եք հայտարարություն արեց պետքարտուղարի օգնականներին ժամանակ եւ հայտարարություն արեց, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ ճանապարհը, միջին ճանապարհ կոչվածը, միջին միջանցք կոչվածը, ինչ ուզում ես անենք, այդ ճանապարհը պետք է լինի, որպեսզի մենք կարողանանք շրջանցել Չինաստանի եւ Ռուսաստանի եւ զերծ պահենք նրանց ազդեցությունից այդ էներգետիկ ռեսուրսների, որոնք պետք է այդ ճանապարհով դուրս գան Թուրքիայով գնան Եվրոպա։ Այսինքն Եվրոպան կախվածություն ունի Թուրքիայից, այլ ոչ թե Ռուսաստանի Դաշնությունից։ Այսինքն եթե այս տրամաբանության մեջ ենք դիտարկում, այսինքն այստեղ մեծ չոր հոսքեր են լինելու, որոնք այլ ռիսկեր են բերում։ Այսինքն մենք խոսում ենք ձեր հարցը վերաբերում փոքր ռիսկերի, մեծ կային ավելի մեծ
ռիսկեր, որովհետև վերջի-վերջո այս տարածաշրջանում կան պետություններ, որոնց շահերը պետք է մենք հաշվի առնենք, որովհետև դրանց շահերը, եթե հակասեն այս ամեն ինչի շահերին, շատ լուրջ խնդիրներ են լինում, բնականաբար խոսքը առաջին հերթին Իրանի մասին եւ բնականաբար նաեւ Ռուսաստանի Դաշնության մասին։ Որքանով են շահերը հաշվարկված, որքանով է Իրանին եւ Ռուսաստանին ներկայացված եւ որքանով է հիմնավորված, որ այստեղ իրենք չպետք է գտնեն հակասություններ կամ իրենց դեմ ուղղված որևէ բան չկա, սա արդեն լրիվ ուրիշ խոսակցություն է։ Համաձայն եմ ձեզ հետ, եկեք Իրանի մասին խոսենք, տեսեք, Իրանում երկու կարծիք է հնչում, ընդ որում նույն բարձրաստիճան մակարդակի պարզապես հաշվի առնելով Իրանի առանձնահատկությունը, որ Իրանում կա հոգևոր աշխարհիկ իշխանություն եւ ռազմական իշխանություն, նվազագույնը իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը բավականին ավտոնոմ է, գործում։ Եվ այստեղ ունենք հետեւյալը. նախագահ Պեզեշկյան, աշխարհիկ իշխանության ղեկավարը, դուրս է գալիս բազմաթիվ անգամ հայտարարել է, որ թրիփը վտանգ չի ներկայացնում կամ դե լավ իրեն կարողացել են ապացուցել նաև հայկական իր գոլեգաները, որ վտանգ չի ներկայացնում։ Արտաքին գործերի նախարար Արաքչի նույն կերպ շատ զգուշորեն, շատ լոյալ թրիփին վերաբերվում է։ Հակառակ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը շաբաթը մի անգամ ասում է մենք դիտարկում ենք այս պրոյեկտը որպես ռազմաքաղաքական վտանգ։ Գրասենյակը Այաթոլլահ Հոմենեի հայտարարում է, որ չի հանդուրժի ամերիկացիների յուրաքանչյուր իրավիճակում, ներկայությունը իր սահմանների մոտ։ Ինչ է կատարվում։ Դե հենց դրա մասին է խոսքը, ես վստահ եմ Թեհրանում նույնպես հասկանում են, որ կարա լինի տնտեսական ներկայություն, բիզնես ներկայություն, որը հետագայում կարող է ավելի մեծ ներկայության վերածվել, չէ՞։ Կարող է դառնալ ռազմավարական ներկայություն։ Կամ փայ են ուզում, ինչը շատ տրամաբանական է, կամ ուզում են, որպեսզի տեղից ունենան ինչ-որ երաշխիքներ, որ դա որևէ ձևով Իրանի արտաքին սահմանին Հայաստանի հետ չի առնչվելու, որևէ փոփոխություն սահմանում չի լինելու, կամ այլ երաշխիքներ են ուզում, որոնք շատ տրամաբանական եւ շատ հասկանալի է, որտեղ վերջի-վերջո իր սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր, բառացիորեն մի քանի կիլոմետր հեռու է լինելու այս ճանապարհը, այս ուղիները, այս ինչ ուզում ես անուն դիր, բայց այս բոլոր կոմունիկացիաները Իրանից գնալու են ոչ շատ մեծ հեռավորության վրա եւ սա նաեւ ապահովելու է սրա անվտանգությունը կոնցեսիոն կառավարման, ինչպես ասում են, հավատարմագրման է հանձնվելու ինչ որ կազմակերպության, հայ-ամերիկյան կազմակերպության միգուցե կամ ամերիկյան կազմակերպության եւ այլն, այսինքն բնականաբար Իրանը ունի անհանգստություն եւ այդ անհանգստությունը պետք է փարատել եւ այդ անհանգստությունը առաջին հերթին հայկական կողմը պետք է փարատել եւ adekvat ներկայացնել, թե ինչ է այս նախագիծը իրենից ներկայացնում, որովհետեւ այս նախագիծը շատ ավելի մեծ նախագիծ է իմ պատկերացմամբ, քան այն ինչ որ ինչի մասին մենք խոսում ենք։ Հասկանալի է, պարոն Սարգսյան, բայց այստեղ կրկին մենք գալիս ենք, եթե կարելի է շատակիրճ։ Մի շատ կարևոր, եզրույթի։ Եկեք լինենք իրատես։ Ոչ Միացյալ Նահանգները, ոչ Իրանը, ոչ յուրաքանչյուր գերպետությունը, ինքը չի դիտարկի իր շահերի ոտնահարումը հայկական շահ պահպանելու համար։ Իհարկե։ Սա մենք պետք է ընդունենք եւ դա նորմալ է, ոնց որ մենք չենք ոտնահարի մեր շահերը, ուրիշի շահը պաշտպանել, իդեալում, հիմա մի քիչ ուրիշ իրավիճակ։ Բայց ի վերջո, ըստ ձեզ, հաշվի առնելով ձեր մասնագիտական կապերը Միացյալ Նահանգների ավելուծական կենտրոնների հետ, թրիփը ինչ է։ Թրիփը շատ ավելի մեր մասով։ Թրիփը շատ ավելի մեծ նախագիծ է, քան մենք պատկերացնում ենք։ Թրիփը աշխարհաքաղաքական շատ ավելի մեծ process է, որը իր հետևից բերելու է տարբեր process-ներ, տնտեսական process-ներ, միգուցե նաև քաղաքական process-ներ։ Եվ որ ամենակարևորն է, թրիփը նախագիծ չի, որը ինչ որ ձևով Հայաստանի անվտանգությունը այս տեսանկյունից երաշխավորելու է, եթե հաշվի առնված չլինեն տարածաշրջանի խաղացողների գլոբալ շահերը, ինչի միայն տարածաշրջանի։ Եթե այս ամեն ինչի նպատակը նաև ինչպես Օբրայենը ասում էր Չինաստանի շրջանցելն է, ապա այստեղ նաև խնդիր ենք ունենում Չինաստանի հետ։ Վերջի-վերջո, եթե ապրանքների քանակը այնքան մեծ պետքա լինի, որ ձեռնտու լինի եւ Ադրբեջանին եւ Հայաստանին, այդ ապրանքները ինչ ապրանքներ պետք է լինի, եթե ոչ չինական։ Եվ չինական ապրանքները ինչու պետք է Չինաստանը որոշի այդ արտահանի ամերիկյան ճանապարհով, ամերիկյան ինչ-որ ուղով, որը իր դեմ կիրառում է սանկցիոն պատերազմներ։ Սա էլ չէ շատ տրամաբանական հարց։ Այսինքն, այս ամեն ինչը պետք է հաշվարկվի, դրա համար ես կարծում եմ, որ մենք ունենք մի իրավիճակ եւ ունենք տասնյակ հարցեր, որոնք անպատասխան են։
Եվ կարծում եմ նաև մեր իշխանություններն էլ շատ այդ հարցերի պատասխանները չունեն։ Այսօր իմ համաձայնվելու օրն է, որովհետև այստեղ էլ ձեզ հետ համաձայն եմ, առհասարակ իմ հյուրերի գործընկերների հետ միշտ sense Բանավիճում։ Այո, բանավիճում եմ, բայց այստեղ բանավիճելու բան չկա։ Այո, Trip-ը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ, եւ դա վատ է, շատ վատ է, sense ասենք, որովհետև ի վերջո խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության այո ֆիզիկական անվտանգության մասին եւ պետք չէ պատրանքների մեջ ապրել, ոչ ամերիկացու աշկերն է սառում, ոչ իրանցու աշկերը, ոչ ռուսների, ոչ մեկի աշկերը չի սառում, հանկարծ այնց անեն, որ մեզ այնց շատ այնց բան չլինի, էլի։ Այո, ամեն պետություն եւ ամեն աշխարհակաղակական կենտրոն իր շահերն է պաշտպանում եւ բավական է, արտաքին, չգիտեմ, գործոնի վրա ամեն ինչ գցենք, մենք պետք է ի վերջո որոշենք եւ մի բան էլ ավելացնեմ հաղորդման վերջում Ժորժ ջան, սուտ է, որ ասում են մեր տեղը ամեն ինչ որոշել են, չկա տենց բան։ Ու առանցքային կետ ես, դու ոնց կորոշես, տենց էլ կլինի։ Որովհետեւ եթե մեր տեղը որոշելու լինեին եր տերությունները, մշտապես մեր տեղը որոշող լինեին, ապա հավատացնում եմ ձեզ մի քանի 100 կամ մի 2000 տարի առաջ արդեն ոչ հայ կլիներ, ոչ էլ հայկական գործոն։ Շնորհակալություն, հիշեցնեմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր քննարկում ենք Trip նախագիծը քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ։ Շնորհակալություն։ Սիրով։ Արցախ, Արցախահայություն, Հայաստան, անվտանգային խնդիրներ, Արցախահայության վերադարձ, արցախցիների կենցաղը Հայաստանում, այս ամենի շուրջ իհարկե պետք է խոսել եւ պետք է քննարկել եւ պետք է հասկանալ առհասարակ ինչ է կատարվում եւ գիտեք կրկնեմ եւս մեկ անգամ ես կտրուկ դեմ եմ տարանջատել գիտեք հայաստանցի, արցախցի, չգիտեմ, ջավախցի, իրանահայ, սփյուռքահայ, Ռուսաստանի, Ամերիկայի եւ այլն։ Մենք բոլորս հայեր ենք եւ գոյություն ունի հետեւյալ մի ճշմարտությունը բոլորիս ցավը ընդհանուր է, բոլորիս դարդը, այո, ընդհանուր է։ Նվազագույնը այդպես պետք է լինի, եթե մենք մեզ համարում ենք ազգ, այլ ոչ թե բնակչություն։ Արցախահայության խնդիրներ։ Արցախահայության խնդիրների շուրջ այսօր զրուցելու ենք Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Հակոբյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը, նամանավանդ օրեր առաջ ըստ իս շատ կարևոր մի միջոցառում էր տեղի ունեցել։ Արցախի Հանրապետության ազգային ժողովը անցկացրեց լսումներ։ Եթե չեմ սխալվում, առաջին լսումներն էին 2023 թվականից հետո։ Եվ լսումների թեման հետևյալն էր Արցախահայության վերադառնալու իրավունքի իրականացման մեխանիզմները, այսինքն առանց ոչ մի կոնֆրոնտացիոն, ինչ որ առանց ոչ մի նեգատիվի, այլ Արցախահայությունը ըստ էության եւ դուք եւ ձեր գործընկերները որպես ազգային ժողովի պատգամավորներ, որպես իշխանությունների ներկայացուցիչներ, Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ փորձում եք հասկանալ, թե մեխանիզմները ինչպիսին են։ Բայց մինչ անցնել անմիջապես այդ թեմային, ինչ էր պատահել օրեր առաջ Արցախի ներկայացության հետ։ Շնորհակալ եմ հրավերի համար, իրականում կարևոր է, շատ կարևոր է այս օրերին ու ընդհանրապես, ինչպես դուք եք ասում, նեգատիվի մեջ ես ողջ, խոսել ու չմոռանալ Արցախը եւ կարևորել բոլոր այն գործընթացները, որոնք իհարկե կապահովեն հետագայում մեր անվտանգ եւ հավաքական վերադարձը Արցախ։ 2023-ի տեղահանումից հետո գործընթացներ որպես այդպեսին շատ են եղել։ Իհարկե կապված միանշանակ վերադարձի այդ իրավունքի թեմայի հետ։ Բայց երբևէ չէին եղել ընդհանուր այսպես մեծ լսումներ, որտեղ ներգրաված կլինեին համարյա թե այսպես բոլոր քաղաքական ուժերը, այսինքն ըստ իս խելամիտ ազգային շահը սպասարկող քաղաքական ուժերը։ Ինչու է սա կարևոր, որովհետև մեզ համար եւս կարևոր է հասկանալ ի վերջո
հայկական քաղաքական դաշտը ինչպես է, ինչպիսի մոտեցումներ ունի եւ ինչպես է մտածում նաեւ այդ հարցի ուղղությամբ եւ արդյոք մենք ունենք ընդհանուր ինչ որ մտածողություն կամ կետ կա ընդհանուր, որից էլ հենց սկիզբ կառնեն այն բոլոր գործընթացները, որը կտանեն մեզ համար ցանկալի հանգուցալուծմանը։ Եվ դրանով պայմանավորված որոշումը կայացվեց, որ այո, պիտի տեղի ունենան նման լսումներ։ Ինչ տեղի ունեցավ, իրականում երևի տեղի ունեցավ այն, ինչին մենք սպասել ենք։ Չգիտեմ, դա երկար սպասում էր, թե կարճ, բայց ամեն դեպքում այս 2 տարին սպասել ենք։ Լսել իրական հողի վրա այսպես առաջարկներ եւ պատկերացումներ, ինչպիսին պիտի լինի Արցախահայերի վերադարձը։ Եվ ի ուրախություն մեզ հավատացեք, որ մինչ լսումների կազմակերպում, բնականաբար այլ գործընթացների ընթացքում, երբ այդ քննարկումների ժամանակ ներգրաված են եղել նաև սովորական մեր քաղաքացիները, Արցախի ժողովուրդը, եւ մենք իրոք կարիք ենք ունեցել լսել նաև իրենց կարծիքը այդ հարցի շուրջ, համարյա թե չէր տարբերվում, քաղաքական դաշտի եւ ժողովրդի պատկերացումները իրարից չէին տարբերում։ Միանշանակ է, որ բոլորի մոտ կա գիտակցումը, ցանկությունը, նպատակը վերադառնալ Արցախ։ Ի վերջո գիտեք, դա ուղղակի կապրիշ չի կամ այսպես ինչ որ մեկին հակառակվելու համար ցանկություն չի, դա մեր բնական իրավունքն է, ի վերջո ուղղակի գնալ մեր տուն։ Այստեղ ներողություն, որ ընդհատում եմ, որ ավելի հասկանալի լինի, այնինչ դուք արտաբերում եք, այնինչ, ես եմ մտածում վստահաբար մեր հեռուստադիտողների, բացարձակ մեծամասնությունը չի վիճարկում իրավունքի խնդիրը։ Խնդիրը ավելի խորքային է, տեսեք, մենք խոսում ենք իրավունքի մասին, ճիշտ է, մարդկանց իրանց տներից ցեղասպանության վտանգի ներքո թուրք-ադրբեջանական տանդեմը դուրս է հանել, վտարել է, կրկնեմ, ցեղասպանության վտանգի ներքո։ Այո։ Սա շատ կարևոր է ընդգծել։ Սակայն կա կարծիք, որ վերադարձի մասին նույնիսկ խոսելը առաջինը անիրատեսական է, եւ երկրորդը գեներացնում է ռիսկեր։ Ինչ կպատասխանեք։ Գիտեք, երևի վերջի 2 օրը ես անընդհատ հենց այդ հարցի շուրջ եմ մտածել, որովհետեւ եկող արձագանքներն էին ցավոք սրտի պարտադրում այդ մտածել այդ հարցի շուրջ։ Գիտեք, եկեք 150,000 հայի բացատրենք, որ եթե դու ուզում ես գնալ քո տուն, ուզում ես գնալ քո որդու գերեզմանին, ուզում ես բացել ուղակի քո տան դուռը եւ ապրել, ուղակի ապրել, ոչ մեկից ոչինչ չակնկալելով, ոչ ոքից ոչինչ չխլելով, դա կարող է ինչ-որ մեկի համար վտանգ ներկայացնել։ Դուք կարող եք դա հասցնել 150,000 մարդու, դուք կարող եք դա հասցնել որդեկորուստ մորը, որովհետև իրականում այդպես չի, ինչպես ներկայացնում են։ Եվ գիտեք, այս ամենը դիտարկել քաղաքական սառը հաշվարկների ներքո եւ ներկայացնել որպես վտանգ, դա չի կարող ընկալվել ոչ քաղաքական մտածողության մեջ, ոչ ուղղակի բարոյական դաշտում էլ չի կարող ընկալվել, որովհետև եթե մի կողմ դնենք, այսօր միջազգային իրավունք, իմ այնտեղ, այսպես, չգիտեմ, բնական ապրելու իրավունք, ես մի բան շատ լավ գիտեմ, որ այսօր եթե մենք հրաժարվում ենք մեր բնորանից, մեր տուն գնալու, մեր տանը ապրելու իրավունքից, ես վստահեցնում եմ ձեզ, որ մենք լեգիտիմացնում ենք այն ամենը, ինչ արեց Ադրբեջանը եւ Թուրքիան Արցախի հանրապետությունում։ Ամբողջ աշխարհի աչքի առաջ ինքը փորձեց եւ նաեւ սպանեց հազարավոր մարդկանց, երիտասարդների, այդ թվում երեխաների եւ կանանց եւ Միայն այն բանի համար, որ իրենք հայ են։ Որ իրենք հայ են, որ իրենք հայ են։ Ուրիշ ոչ մի պատճառ չկար, որովհետև որևէ մեկը այնտեղ ապրող բնակչությունից երբևէ որևէ հավակնություն չի ունեցել որևէ մեկի տարածքների վրա։ Տեսեք, շատ կարևոր մի բան նշեցիք լեգիտիմացնելու պահով։
այո, եթե մենք եւ սա գիտեք ոչ թե իմ համոզմունքն է, այլ սա քաղաքագիտական նորմ է, որը դուրս է ընդդիմություն, իշխանություն, ցանկություններ, պատրանքներ, հա, խոսքը գնում է հայկական դաշտի մասին, հարգելի հեռուստադիտողներ, որ եթե դու լեգիտիմացնում ես հանցագործությունը, հա, ապա այդ հանցագործությունը անխուսափելի վերադառնում է քո մոտ։ Այո։ Եվ այստեղ մի շատ կարևոր, շատ ցավոտ, բայց շատ կարևոր մի դրվագ։ Տեսեք, լսումների ես էլ էի ներկա եւ լսումների ընթացքում հաճախակի տարբեր հա կարծիքներ էինք լսում, ռադիկալիզմ բռնած, վերջացրած ոչ այդքան հա, ասենց ասեմ, իրատեսական ու պարզա յուրաքանչյուր կարծիք պետք է հնչեցվի։ Բայց այնուամենայնիվ հարցածակում, դե լավ, Ադրբեջանը կասի հետեւյալը. ուզում եք վերադառնաք, եկեք ադրբեջանական անձնագիր վերցրեք, ձեր երեխաները պետք է ծառայեն ադրբեջանական բան։ Պարզը տես բան չի լինի, բայց մենք նախորոք չէ պետք է հաշվարկենք թշնամու քայլերը մեր հանդեպ։ Եվ այլն, եւ այլն, եւ այլն։ Այս պարագայում ըստ ձեզ մեխանիզմը որն է, որ a մի կողմից ապահովել վերադարձը, b այդ վերադարձը չպատտացնել Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի ներքո եւ երրորդը խուսափել սպանդի մատերիալ դառնալուց դե լավ ապագայում։ Տեսեք, եթե վերադարձի մեր իրավունքը պտտեցնում են եւ դարձնում են արդեն Հայաստանի համար ինչ որ անվտանգային համակարգի որպես խախտում, չի կարող իրականության մեջ նման բան տեղի ունենա, այլ նորից բազաբանումներ չտանք թե ինչու, բայց մեխանիզմները ինչպիսին պիտի լինեն, ես նորից կգնամ հետ եւ կասեմ 2 տարվա ընթացքում ինչ աշխատանքներ են այդ ուղղությամբ արվել, որովհետեւ մեր հասարակությունը, մեր հեռուստադիտողը շատ դեպքերում չի տեսնում նաեւ այն աշխատանքը, որը արվել է, այդ ամենը, այսպես ոչ թե երազանքների տեսքով իրականացնելու, այլ հենց հողի վրա իրական պատկերացումներով անելու համար, ինչպիսին պիտի լինի։ Երբ հանդիպումներ էինք ունենում արցախցիների հետ, այդ հարցը մենք ուղիղ տվել ենք, ինչպես եւ ինչպիսի Արցախ կվերադառնա Արցախցին, եւ ունեցել ենք միանշանակ 100% նույն պատասխանը բոլորից, որ այնպիսի Արցախ, որտեղ չկա ադրբեջանցի, այսինքն դա բացառվում է մի հարկի տակ կամ այսպես համատեղությամբ ապրելը, եւ երկրորդ պիտի լինեն հստակ անվտանգային այսպես ներդրված համակարգեր, մեխանիզմներ, որը ոչ թե թղթի վրա ինչ-որ պայմանավորվածությունների արդյունք կլինի, այլ կլինի հստակ հողի վրա այդ համակարգը կամ այն կառույցները, որոնք իրենց վրա կվերցնեն, օրինակ, ապահովելու այդ անվտանգությունը արցախցիների իրենց բնորաններում ապրելու, իրենք էլ մեր հետ հենց մեր կողքին պիտի ապրեն։ Իսկ ինչպիսին պիտի լինի արդեն դրա քաղաքական ձևակերպում, մենք շատ լավ ենք հասկանում։ Բնական է դա պիտի լինի բանակցային գործընթացի օրակարգային հարց։ Երբ Հայաստանում լինի այն գիտակցումը, որ Արցախի հարցի փակումն է դա հենց ուղիղ Հայաստանի անվտանգային համակարգի ամբողջական խաթարումը, երբ կլինի այդ գիտակցումը ու կլինեն հստակ այդ ուղղությամբ աշխատանքներ, բնական է պիտի ցանկացած իշխանություն հաշվի առնի, որ գլխավոր օրակարգային հարցերից մեկը բանակցային գործընթացի պիտի լինի հենց արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքը եւ այդ մեխանիզմները արդեն պիտի մշակվեն բանակցային գործընթացի ժամանակ։ Հասկացա, կիսում եմ ձեր կարծիքը, որ այո, չլուծվող հարցեր ըստ իս չկա, երկրորդը պետք է զերծ մնալ իմ կարծիքով այս կամ այն կողմից, այսինքն կա ռադիկալ իշխանական տեսլական, կա ռադիկալ ընդդիմադիր տեսլական, պետք է լինել իրատես առաջին հերթին։ Եվ պետք է հեռանկարային նայել շատ պարզ պատճառով իմ խորին համոզմամբ մեր փորձերը, գիտեք, մատուցել աշխարհին, որ մեր մոռացությունը, օրինակ, հա, Արցախ վերադառնալու կամ մեր հրաժարումը Արցախ վերադառնալուց, դա բարի կամքի դրսևորում է եւ դրսևորում է
մեր խաղաղասիրության, ինքը հակառակ process է։ Միանշանակ։ Լրիվ հակառակ, ինքը կապ չունի ոչ խաղաղասիրության, ոչ պատը, ասեմ ավելին, Դա պարտության դրոշ է։ նույնիսկ պարտության դրոշի պարագայում դա գիտեք ազդակ է նույն Թուրքին Ադրբեջանցում, որ գիտես ինչ կա, շարունակի տենում ես, դու էսի արեցին, մենք ընդունեցինք, դա այդպես է։ Հիմա դու ներես գա, թե չէ, դա այդպես է։ Յուրաքանչյուր դեպքում, եթե մենք ուզում ենք ունենանք անվտանգ մթնոլորտ պատերազմից զերծ, ապա այս հարցը պետք է անպայման հնչեցվի։ Հիմա տեսեք, վերադառնանք իրականություն, կհիշեք մի հատ ֆիլմ կար, վերադառնանք իրականություն։ Եվ այդ իրականության մեջ գոյություն ունի հետևյալ պատկերը։ Հայաստանում ապրում է, դե բնականաբար, Մայր Հայաստանում ապրում է 100,000-ից ավել արցախցի։ Ես մա չեմ ասում, որքան են գնացել, հա, Հայաստանը լքել են եւ այլն, դա 100,000 վերցնենք մոտավոր թիվ։ Մարդիկ զրկվել են ամեն ինչից։ Բարի բուն իմաստով։ Հարգելի հեռուստադիտողներ, պատկերացրեք, դուք տուն ունեք, տեղ ունեք, աշխատանք, մեքենա, չգիտեմ, հա, ինչ-որ կենցաղ եւ այլն, մեկ է մի օրվա ընթացքում այդ ոչ մի բան չկա։ Ընդհանրապես չկա։ Եվ այս պարագայում հարց է ծագում։ Այդ չկան, որ չկա, ընդունում է համ իշխանությունը, համ ընդդիմությունը, այսինքն որ ծանրագույն իրավիճակ է։ Իշխանությունը ասում է հետեւյալը, որ ինքը ձևակերպել է եւ ձևավորել է մեխանիզմներ ուղիղ օժանդակության Արցախահայությանը, այսինքն տան, եթե չեմ սխալվում, սերտիֆիկատներ, ուղղակի օժանդակություն եւ այլն եւ այլն։ Դրա հետ մեկտեղ իշխանությունը ասում է եւ իրավացի է իմիջիայլոց այս հարցում, որ արցախցիների շատ քիչ քանակությունն են օգտվել այդ ծրագրերից։ Ինչու՞մն է խնդիրը։ Գիտեք, նույնիսկ սոցիալական ուղղությունը դա քաղաքականության սոցիալական ուղղությունն է։ Այսինքն, ինչ է դա նշանակում։ Դու ձևակերպում ես քո նպատակը, այնուհետև դրա հասնելու համար ծրագրեր ես, հա, իրականացնում։ Տեսեք, այն ծրագրերը, որոնք իրականացվել են եւ շարունակվում են իրականացվել այլ ծրագրեր կամ հետագայում արդեն նախատեսվում են ծրագրերի փոփոխություններ, ցավոք սրտի պիտի փաստեմ, որ նպատակը բարի չէ։ Ինչու՞, որովհետև գիտեք, ինձ համոզել, ինձ ասելով եսի նկատի ունեմ ցանկացած արցախցու, ցանկացած տեղահանվածի։ Տեսեք, ես իմ տան բանալին իմ պայուսակում եմ պահում։ Ինչու, որովհետև ես ոչ թե հույսս, ես իմ վստահությունը չեմ կորցնում, որ ես պիտի մի օր գնամ իմ տուն ու պիտի բացեմ տան դուռը։ Եվ իմ բոլոր ծրագրերը ու իմ բոլոր նպատակները ու բոլոր քայլերը արվում են հասնելու այդ նպատակին։ Հետևաբար, հիմա կարծնեք ինչ կապ ունի դա դրա հետ։ Ինչու վստահություն չկա այս սոցիալական ծրագրերի, սկսած բնականայից։ Դնենք մի կողմ, որ ինքը զուտ որպես սոցիալական ծրագիր հիմնականում անիրագործելի է, որովհետև այն դժվարությունները, որոնք կան այդ որպեսզի այդ ծրագրից օգտվի քաղաքացին, նույնիսկ եթե համաձայն է բոլոր այն պայմաններին, որոնք իր առջև դրված են, բազմաթիվ ու բազմապիսի են։ Այսինքն նախ ֆինանսական հնարավորությունները ես դες կարող եմ վստահեցնել, որ այսօր եթե անպագորգոր թվեր չհնչեցնեմ, ապա 80% եւ ավելի արցախցիներ ուղղակի զուտ ֆինանսական հնարավորությունից ելնելով չեն կարող օգտվել սոցիալական այդ ծրագրից, որտեղ սոցիալական այդ բնակարանային ապահովման ծրագրով դու հնարավորություն չունես բնակարան կամ տուն կամ հողամաս ձեռք բերելու։ Բազմաթիվ բյուրոկրատական խնդիրները, բազմաթիվ այն անհասկանալի պայմանները եւ ի վերջո, երբ դու մտնում ես դրա մեջ եւ սկսում ես քայլ առ քայլ կատարել կառավարության պահանջները, որովհետեւ դու ի վերջո կարողանաս տուն ունենալ, դու հասկանում ես, որ գալիս ես մի փուլի ու հասկանում ես, որ իրենք քեզ հնարավորություն են տալիս ունենալու այնպիսի մի տուն կամ տնակ, որտեղ դու անհնար է որ արժանապատիվ կյանք ունենաս։ Եվ եթե ցանկացած ծրագրի մեջ չկա վերադարձի բաղադրիչը,
Եթե Արցախցին ինքը տեսնում է, որ այս ծրագրերը իրականացվում են, որով փակվում է քո վերադարձի հնարավորությունը, այլևս չկա վստահություն այդ ծրագրերից օգտվելու։ Եվ այս բոլոր սոցիալական ծրագրերի հիմքում Արցախ վերադառնալու ընդհանրապես այդ նպատակի ոչնչացումն ու վերացումն է։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան։ Ես եմ շնորհակալ։ Վերջացնելով, այսօրվա մեր զրույցը շատ կարճ, որը ըստ էության ինքը շարունակության, միտում ունի, կարծում եմ մենք կհանդիպենք ձեզ հետ եւ կշարունակենք այս կարևորագույն թեման, խոսքը գնում է արցախայության, առասարակ հայության, ապագայի եւ Հայաստանում, մայր Հայաստանում, իրենց կենցաղը գործունեությունը ծավալելու մասով, այնուամենայնիվ պետք է ֆիքսել հետեւյալը, որ այո, մենք իրավունք չունենք, սա ռեալ պոլիտիկի ներքո, ներողություն եմ խնդրում, ցինիկ կարող է հնչի, բայց մենք իրավունք չունենք տուրք տանք էմոցիաներին, զգացմունքներին եւ պետք է շատ սառը դատենք։ Սառը դատողությունը ասում է հետեւյալը. եթե դու չունես նպատակ օրինակ լեգիտիմացնել քու հանդեպ հանցագործությունը, դրանով դու կանխում ես հետագա հանցագործությունը։ Այստեղ շատ կարևոր է անցնել, ժողովուրդ դրեք մի կողմ էլի այդ հուզականություն Ղարաբաղցի, Հայաստանցի, չգիտեմ ինչ, սա դա այդպես է։ Եվ այո, ձեր խոսքերը եւ ոչ միայն ձեր խոսքերը, այլ նույնիսկ առողջ բանականությունը դա է ասում։ Կարծում եմ, որ հենց այս միտքը պետք է լինի առաջնային, որ արցախցիների վերադառնալու խնդիրը դա կանխարգելիչ քայլ է, ցինիկ է, ներողություն եմ խնդրում, բայց իրականում կանխարգելիչ քայլ է, որ Հայաստան չգա արհավիրքը։ Միանշանակ։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան, հիշեցնեմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր զրուցում էինք Արցախի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, լսեցինք մեր հյուրերին, լսեցինք կարծիքները, ամենասկզբից, եթե խոսքը գնում է թրիփի մասին, ապա ակնհայտորեն պարզ է, որ սա ոչ միայն տարածաշրջանային պրոյեկտ է, կամ դա ոչ միայն հայկական պրոյեկտ է։ Ինքը ավելի խորքային, ինքը ավելի աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Բայց որքան էլ ինքը լինի աշխարհաքաղաքական, լուրջ, տենց լրջագույն դե լավ պրոյեկտ, ինքը չի կարող ապահովել երկու բան։ Առաջինը, ինքը չի կարող ապահովել անվտանգություն։ Ուրեմն ժողովուրդ ջան, եթե ինչ-որ մեկը ձեզ ասի, որ առևտուրը, տնտեսական ուղիները, ճանապարհները, լոգիստիկ ուղիները կարող են ապահովել անվտանգություն, վստահաբար իմացեք, որ ձեզ խաբում են։ Վստահաբար, երբեք ոչ մի տեղ, ոչ մի պարագայում տնտեսական եւ լոգիստիկ գործոնները չեն եղել անվտանգության երաշխիք, եղել են, այո, պատերազմների պատճառ, եղել են կոնֆլիկտների, դրդապատճառ, բայց որպես երաշխիք, որ օրինակ հանգստություն լինի տարածաշրջանում, տենց բան հնարավոր չի։ Հնարավոր չի, ուղղակի հիշեք, որ ես ձեզ հիշեցնեմ, որ մինչ Թուրքիա Կիպրոս օկուպացիան, երբ որ Թուրքիան Կիպրոսի 50% օկուպացրեց, իմիջիայլոց միջազգայինորեն դելիմիտացված եւ դեմարկացված սահմանների ներքո բավականին լուրջ sense տնտեսական կապեր ունեին։ Դե Թուրքիա-Սիրիայի կապերի մասին ընդհանրապես չեմ խոսում։ Այնտեղ այնքան սերտաճել էին, այնքան գիտեք փոխկապակցված էին Սիրիայի եւ Թուրքիայի տնտեսական կապերը, որ համաձայնային տրամաբանության, որը այսօր մեզ փորձում են հրամցնել, իբր դե գիտեք ինչ կա, տնտեսական առևտուր կանենք, ճանապարհներ կբացենք, թրիփ կլինի, էս կլինի, ամերիկացին կգա եւ այլն, եւ մեզ կլինի խաղաղություն, սուտ է։ Վստահաբար սուտ է։ Չնայած եւս մեկ անգամ կրկնեմ, յուրաքանչյուր նոր կամ հին լոգիստիկ ուղի, որը բացվում է, ինքը մեզ օգուտ է։ Մի պայմանով, եթե հարգվում է եւ եթե հաշվի է առնվում Հայաստանի սուվերեն իրավունքները այդ ճանապարհի վրա, այսինքն ոչ թե երրորդ կողմը պետք է գա Հայաստան մտնող, չգիտեմ, մարդկանց
անձնագրերը ստուգի, բեռները ստուգի, կամ հասես մի հատ նոր հեքիաթ են հորինե, սկաներներ աստվա կդնենք, տենց անձնագրերը տենց կկպցնենք կամ չգիտեմ ինչ կանենք եւ մարդկանց հետ առնչություն չի լինի 21-րդ դարն է։ Այդ ո՞նց է տենց ստացվում, որ Միացյալ Նահանգներ մտնելուց օրինակ Հայաստանի քաղաքացիները սկաներներով չեն անցնում, այսինքն անձնագիրը չեն կպցնում սկաների նոր մտնում օրինակ Միացյալ Նահանգների տարածք կամ Թուրքիա, հա, շատ են Թուրքիային օրինակ բերում, ես էլ օրինակ բերեմ, էլի Թուրքիան, օրինակ որ տենց հղումներ է կանում, ինչի տենց չի։ Սկաներների համակարգը գործում է միայն սույն պետության, այսինքն ներս մտնող պետության քաղաքացիների համար։ Բավական է, էլի, այդ սկաներներ, բաներ, այդ մի պատմեք, մի վիրավորեք մարդկանց ինտելեկտը։ Բայց ֆիքսում ենք, բաց ճանապարհները լավ բան է, միայն եւ միայն սուվերենությունը պահպանելու պարագայում։ Ինչ վերաբերում է արցախցիների եւ արցախահայության վերադարձի մասով, երբ որ մարդիկ ասում են, որ Արցախի հարցը փակ է, ասում են, որ կոնֆլիկտը կրկին սկսի, որովհետև կրկնում եմ եւս մեկ անգամ։ Երբ որ ասում ես Արցախի հարցը փակ է, դրանով ավտոմատ բացում ես Հայաստանի հարցը։ Շատ պարզ պատճառով, երբ որ համաձայնվում ես լեգիտիմացնել հայերի սպանդը, հայկական տարածքների Հայաստանի նաեւ օկուպացիա ինչու ոչ, հա, լեգիտիմացվում է, չէ՞ դրանով։ Հետևանքը օկուպացիա ի՞նչն էր։ Հետևանքը Արցախի օկուպացիան էր, չէ՞ որ 240 կիլոմետր օկուպացված հայկական տարածքի։ Եվ որ այդ ամենը փորձում ես տեղավորացնել մի սարսափելի գաղափարի մեջ, որ Արցախի հարցը փակ է եւ Արցախահայության վերադարձի հարցն էլ է նույնպես փակ։ Դրանով բացում ես դուռ դեպի Հայաստան, ինչի համար, շատ պարզ պատճառով։ Դրանով լեգիտիմացվում է հայկական գործողությունները։ Իսկ եթե լեգիտիմացվում է, ինչ նախանգարելու Վոսոխին եւ հանցագործին, տվյալ դեպքում Ադրբեջանին կրկնել այդ ամենը։ Մենակ խնդրում եմ չասեք, էլի միջազգային իրավունք եւ միջազգային սահմաններ։ Սիրիան չուներ միջազգային սահմաններ։ Հա, հարգելի հեռուստադիտողներ։ Թուրքական տանկերը հիմա Դամասկոսում են։ Կիպրոսը չուներ կամ չունի միջազգային սահմաններ։ 50 տարուց ավեր Թուրքիան օկուպացրել է Կիպրոսը։ Լիբիան։ Օրինակները շատ են։ Կամ մոռացել ենք Իսրայելի ռմբակոծությունները Իրանի տարածքը։ Եվ այստեղ պետք է հասկանալ միայն մի բան։ Եթե մենք իրականում ուզում ենք խաղաղություն, իսկ մենք ուզում ենք խաղաղություն։ Մեզ պետք է խաղաղություն։ Մենք չպետք է ինքներս մեզ խաբենք։ Ամենակարևորը մենք դադարենք ինքներս մեզ խաբել։ Չի կարող լինել խաղաղություն այն պարագայում, երբ որ դու լեգիտիմացնում ես քեզ ոչնչացնելու փորձերը։ Եվ այո, երբ որ խոսում են, որ Արցախյան հիմնախնդիրը փակ է գիտեք միջազգային առումով, ապա դրանով բացվում է դուռը դեպի Հայաստան։ Սա ակնհայտորեն է։ Իզուր չէ, որ այսպես կոչված, հա, վիժվածքացին այդ մի հատ գաղափար կա Արևմտյան Ադրբեջան, տենց մտածված, հա, հորինված, բայց այնուամենայնիվ գաղափարը շունչ առավ այն պահից հետո, երբ որ հայաթափվեց Արցախը, անմիջապես։ Իսկ գիտեք ինչու։ Որովհետև Արցախը չէր պատճառը այսպես կոչված հայ-ադրբեջանական կոնֆլիկտի։ Արցախը եւ դեպի մեզ մշտապես վտանգավոր հայացման գործողություններ կատարողները, հա, իրենք հոերեք չեն սկսել։ 100 տարուց ի վեր տեղի ունենում պրոյեկտ եւ այդ պրոյեկտի անվանումը մեծ թուրան է, իսկ այդ պրոյեկտի շրջանակներում ոչ Հայաստան պետքա լինի, ոչ էլ մենք։ Եվ Արցախը, Արցախում տեղի ունեցողը, Արցախի ինքնապաշտպանությունը դա դիմադրություններ, դա հետևանքներ այդ հակահայկական պրոյեկտի, որը մինչ այսօրը շարունակվում է։ Պարզապես մեզ կամ մենք, հա, չգիտես ինչու հրաժարվում ենք դրա հետ առնչվել։ Հիշեք սա միշտ։ Շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ, եթերում Աբովյան Թոքն էր եւ ես Արման Աբովյանը։ Կհանդիպենք հաջորդ անգամ։